Ավագանիում նույնպես նախաարձակուրդային տրամադրություններ են ավագանու նիստերը կվերսկսվեն սեպտեմբերի 9-ից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչ Արմեն Գալջյանն էլ արձակուրդից առաջ ամփոփիչ նիստում ներկայացրել է մանկապարտեզների եւ այլ համայնքային գույքի օտարման գործով քննող հանձնախումբ ստեղծելու նախագիծը։ Նպատակը ըստ հեղինակների հանրությանն իրազեկելն է, թե ում պատճառով են երեխաները զրկվել մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Մայր Հայաստան խմբակցությունից նախագիծը որակել են պոպուլիստական եւ համարել, որ այն իշխանական ուժերի նախընտրական քարոզարշավի մի մաս է։ Իսկ քաղաքապետը մանկապարտեզների հերթերին վերաբերող հարցին պատասխանելու փոխարեն խորհուրդ է տվել կարդալ ավագանու նիստերի կանոնագիրքը։ Հիմա ինձ ասեք, տեսնենք որն է ճիշտ, ձեր թիմակիցներից ո՞ր մեկն է ճիշտ ասում, հերթեր չկան մանկապարտեզներում, թե հերթեր կան, ուղղակի քիչ են։ Եվ եթե թվերին տիրապետում եք, թվերով ասեք։ Պարոն Դանելյան, հարցերը այս փուլում ինձ են ուղղում, եթե այդքան հետաքրքրված եք այդ հարցերով, պետք չէ մերժել այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, իսկ եթե ամեն դեպքում հետաքրքիր է, կարող եք գրավոր ուղարկել, ձեզ կպատասխանեմ։ Ուրեմն հարցը ես եմ ուղղում, ու ես շեշտեցի ում եմ ուղղում, ձեզ չէի ուղղում, այո, ուղղում եմ պարոն Ավինյանին։ Ինչ-որ խնդիր կա պարոն Ավինյանի կողմից չպատասխանելու։ Ես էլ այստեղ կանգնած եմ եւ ասում եմ, այս փուլում հարցը պետք է ինձ ուղղեք, այլ ֆորմատներ կան քաղաքապետին հարցը։ Դե ուրեմն այս պարագայում պատասխանեք Տիգրան Ավինյանի փոխարեն։ Ուրեմն պարոն Դանելյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ այդ կանոնակարգը բացեք, կարդացեք։ Խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ, ավագանու նիստերի կանոնակարգը բացեք եւ կարդացեք։